Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ինչու կարևոր է պահել հայերեն պարպարները, Արմենակ Աբրահամյան։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 106-րդ թիվը։ Իրանի մեջ զոհերու թիվը կմոտենա 2500-ի։ Արևմտյան Հայաստանի Սեպաստիա Սիվաս նահանգի քանի մկյուղեր ծածկված են մինչև 3 մետր բարձր ցյան շերտով։ Արևմտյան Հայաստանի մեջ կվերականգնվի պատմական հայկական եկեղեցիմը։ Ռուբեն Սևագի թանգարանին մեջ բացված է հայոց վանքեր խորագրով ցուցահանդեսը։ Կոնստանտո Բոլսո Հրանտ Տինք վարժարանը միացավ խաղաղ ամանորին, ինչպես պատրաստել խաշ։ Արմենակ Աբրահամյան գկրե, Գարին, Ինքնություն դաղավարի մեջ տված հարցազրույցի ընթացքին հայ լեզվապան, բանասիրական գիտություններու դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտություններու ազգային ակադեմիայի լեզվի հիմնարկի գիտաշխատող Հայգանուշ Մեսրոպյան կշեշտե հայերեն պարպարներու առանցքային դերը ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման մեջ։ Ան կհիշեցնե, որ դակավին 5-րդ տարուն Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրավոր լեզուն գրապարը, հիմնվելով խոսակցական լեզվին վրա իբրև հիմք ընդունելով Արևմտյան Հայաստանի մուշի պարպարը։ Ըստ գիտնականին հայոց ոսկեթարի հանճարը միայն Սուրբ Գիրքի թարգմանության մեջ չէր, այլ նաև այն իրողության մեջ, որ պարպարները երբեք չեն ջնշված եւ շարունակած են ապրիլ տարերու ընթացքին։ Հայերեն պարպարները հիշողության, պատկերացումներու եւ հնագույն լեզվական շերտերու գրողներն են, հանդիսանալով կենդանի ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Անոնց մեծ մասը գծակի Արևմտյան Հայաստանի դարածքներ են։ 1894-ին 1923 թվականներուն հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության եւ այդ տարածքներուն մեջ հայկական քաղաքագործության բռնի ոչնչացման պայմաններուն մեջ պարպարներու պահպանումը կդառնա ոչ միայն լեզվական, այլ նաեւ մշակութային արդարության, հիշողության եւ ժառանգական իրավունքներու հարց։ Պարպարներու պահպանումը քաղաքագործության հոգին պահպանելն է գշեշտե գիտնականը, կարևոր նկատելով ոչ նյութական ժառանգության պաշտպանության արդի քննարկումները։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 106-րդ թիվը, ընթերցողին ներկայացնելով ազգային մշակույթի եւ արդի քաղաքական իրավական հարցերու կարևոր անդրադարձներ։ Շաբիգին պատկերված է հայկական ավանդական Փերթ բարը, որու արմատները կհասնեն հին վասպուրական։ Փերթը գծակի հայկական հնագույն ազգային կմպետախաղ խաղեն եւ գխորհրդանշե միասնությունն ու ուժը։ Շաբաթաթերթին մեջ տեղ կդած են շարք մշակրավ նյութեր, ներառյալ Արևմտյան Հայաստանի դիվանագիտական եւ իրավական նոր նախաձեռնությունները միջազգային հարթակին վրա, Վանա լիճի պահպանության խնդիրները, ինչպես նաև Վրաստանի մեջ Ադրբեջանի դեսպանատան կողմէ 44-օրյա պատերազմին նվիրված համերգ կազմակերպելու հարցին վերաբերյալ Վրաստանի հայ համայնքի դիրքորոշումը։ Հրապարակված է նաև Թևան Բողոսյանի անդրադարձը Արցախի հարցին եւ ազգային պատասխանատվության մասին։ Western Armenia շաբաթաթերթը լույս կտեսնի հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ թուրքերեն հասանելի դառնալով լայն ընթերցողական շրջանակներով։ Իրանի մեջ շարունակվող փողոքի ցույցերուն 17-րդ օրը զոհերու թիվը գդրուկ աճած է։ Մարդու իրավունքներու պաշտպաններու լրատվական գործակալության տվյալներով փախումներու հետևանքով զոհված է առնվազն 2403 մարդ, իսկ ձերբակալվածներու թիվը անցած է 18000-ը։ Երկրին մեջ շարունակվող համացանցային արգելափակումները կխոչընդոտեն հավաստի դեղեկատվության ստացման, ստեղծելով դեղեկատվական մեկուսացում։ Միջազգային կառույցները մտահոգություն կհայտնեն բռնության աճին եւ տվյալներու պահպանման կապակցությամբ։ ՄԱԳ եւ Եվրոպական միության շարք երկիրներ խստորեն դադարեցած են ուժի գործադրումը, գոչ ուղղելով ազատ արձակել ձերբակալվածները եւ վերականգնել համացանցի հասանելիությունը։ Եվրոպական քանի մայրաքաղաքներու մեջ Իրանի տեսփանները հրավիրված են արտաքին գործոց նախարարություններ։ Ցույցերը տեղի ունեցած են Իրանի 31 նահանգներու 187 քաղաքներու մեջ։ Զոհերուն մեջ կան նաեւ անչափահասներ եւ քաղաքացիական անձինք, ինչը միջազգային հանրության արձագանքը ավելի գոշտ կդարձնի։ Սեպաստիա նահանգի Ալթն յայլա շրջանին մեջ ծմեր երբեք այսպիսին չի եղած։ Առատ սյունարարություններու եւ ցրնապուկներու հետևանքով շրջանը ծածկված է մինչև 3 մետր բարձրությամբ ցյան խիտ շերտով։ Քանի մկյուղերու ճամբարները փակված են, իսկ գյուղացիները դժվարություններ կունենան իրենց առօրյա գործունեության մեջ։ Մասնավորապես Դելի Էլիաս գյուղին մեջ առատ ցյան պատճառով չեն գտնար իրականացնել եղջերավոր անասուններու փոխադրումը։ Գիլիկիո Արևմտյան Հայաստանի Իսկենդերուն քաղաքին մեջ պիտի վերականգնվի Սրբոց 40 մանգանց հայկական եկեղեցին, որ ծանր վնասներ գրած էր 2023 թվականի փետրվար 6-ի երկրաշարժին ընթացքին։ Այս մասին հայտարարած է Բոլսո հայոց պատրիարք arczepiskopos Սահակ Մաշալյան։ Պատրիարքը իր հայտարարությունը ըրած է 2025 թվականի հունվար 6-ին Կոնստանտո Բոլսո մեջ հայկական համայնքային գազམ་ագերբություններու ներկայացուցիչներու հետ հանդիպման ընթացքին։ Նշելով իր վերջին այցելությունը Անկարա, ան դեղեկացուցած է, թե Իսկենդերունի եկեղեցին ընդգրկված է նախարարության աջակցության ծրագրին մեջ, որ հույս կներշնչե, թե վերականգնման աշխատանքները պիտի սկսին մոտ ապագային։
Սրբոց 40 մանգանց եկեղեցին կառուցված է 1872 թվականին, իսկ վերջին անգամ այնտեղ բադարակ մատուցված է 2002 թվականին։ Ռուբեն Սևագի թանգարանի մեջ բացված է հայոց վանքեր խորագրով չրաներգի ցուցահանդեսը նվիրված Սուրբ Ծննդյան տոնին։ Ցուցահանդեսին ներկայացված են հայկական վանքեր։ Ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Կարապուլյան անդրադարձած է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին, փոխանցելով թե վանքերու խորհրդավոր մթնոլորտը եւ թե շրջապատող բնության խաղաղ շունչը։ Հասմիկ Կարապուլյան մասնակցած է շարք ցուցահանդեսներու, իսկ վերջին տարիներուն իր ստեղծագործություններու մեջ ավելի հաճախ կանդրադառնա հայկական վանքերունյութին, փորձելով ժամանակակից լեզվով ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Միասին գրթամշակութային համահայկական հասարակական կազմակերպությունը Վաղարշաբաթի համայնքապետարանին հետ համագործակցությամբ հունվար 10-ին Էջմիածնի մեջ իրականացուց խաղաղ ամանոր ծրագրի հերթական ձեռնարկը ուղղված 44-օրյա պատերազմին զոհված ու անհետ կորած զինվորներու, ինչպես նաև արցախցի ընտանիքներու 25 երեխաներուն։ Ձեռնարկը տեղի ունեցավ Հովանես Հովանեսյանի դուն թանգարանի մեջ։ Երեխաները դիտեցին գախարտական դոնածառը ներկայացումը եւ ստացան նվերներ Ծմեր Բաբեն։ Ծրագրին աջակցեցան Գոստան Տուբորսո, Հրանտ Տինգ Վաշարանը, Ալյուր Սրջարան Ջաշարանը, ինչպես նաև դեղական ուսանողներ եւ գազམ་ագերբություններ։ Միասին հասարակական գազམ་ագերբությունը նշեց, թե նպատակը Սփյուռք Հայաստան համագործակցությամբ երեխաներուն ուրախություն բարգեւելն է։ Խաղաղ ամանոր ծրագիրը կիրականացվի 2022 թվականին ի վեր եւ ընդգրկած է մոտ 180 երեխա։ Խաշը բարձապես ուտեսմը չէ, այլ սմերային ձես, որ կդակցնե ոչ միայն մարմինը, այլ նաև մարդիկը մեկ սեղանի շուրջ կմիավորե։ Տարերու ընթացքին այն դարձած է ազգային խոհանոցին կարևոր խորհրդանիշը իր հատուկ պատրաստման եւ մատուցման ավանդություններով։ Խաշը կմատուցվի չոր լավաշով, սխտորով, փողով, կանաչեղենով, իսկ ավանդական սեղանին վրա հաճախ կուղեկցվի օղիով։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։